Եկեք հոկտեմբերի 27-ի վերաբերյալ մի քանի բան էլ ես ձեզ պատմեմ։ Իմ հոգևորական ընկերները ինձ հաճախ են ասում, եթե ես օտյալ հոգևորական լինեի, ինձ մի 100 տարի առաջ արդեն կարգալուծ էին արել իմ ըմբոստ, իմ չհանդուրժող, չլռող տեսակի համար։ Ինչի հետ դժբախտաբար ես չեմ կարող չհամաձայնվել։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ես Գևորգյան հոգևոր ճեմարանի 5-րդ լսարանի սան էի։ Ու քանի որ կաթողիկոսական ընտրություններ էր, բացի 5-րդ եւ 6-րդ լսարանցիներից, մյուսներին բոլորին ուղարկել էին տուն։ Միայն մենք էինք մնացել Մայրաթոռում, փակ էր այն ժամանակ դռները, ինչքան որ հիշում եմ, չէինք էլ կարողանում տարածքից դուրս գալ։ Դե դուք պատկերացրեք, թե մենք այդ քանի օրերի ընթացքում ինչեր տեսած կլինենք, ինչեր լսած կլինենք, դժբախտաբար։ Էլ չեմ ասում ազգային եկեղեցական ժողովի այդ անտարբեր, անհավատ падգամավորների դեմքերը։ Չեմ ասում բոլորինը, բայց մեծամասնությանը, ովքեր անգամ չգիտեին, թե ինչի համար են իրենք այնտեղ, որ նայում էին իրենց, ունես տպավորություն էր, որ իրենք այնտեղ են ուղակի գլուխ գովելու եւ հետնել միայն Աստված գիտի, թե ում հրամանով ու ումը ընտրելու համար, դժբախտաբար։ Այսօրվա պես հիշում եմ, իհարկե մենք նաև առաջիններից էինք Մայրաթոռում, երբ իմացանք, որ ազգային ժողովում սպանդ է տեղի ունեցել, սպանվել են երկրի առաջին դեմքերը։ Այսօրվա պես հիշում եմ, գրում էի, ձայները կարդում էին, ես գրում էի, քանի որ գիտեի նաև ազգային եկեղեցական ժողովի падգամավորների քանակը, արդեն տրամաբանական էր իմանալը, թե ով է ընտրվելու, գրում էի ձայները հերթով, հենց որ հաշվեցի, արդեն գիտեի ով է ընտրվել, այդ թուղթը ձեռքից ճղեցի ու արդեն հետնել, որ զուգահեռ գիտեինք, որ սպանվել են ազգային ժողովի առաջին դեմքերը, երկրի առաջին դեմքերը, արդեն այսպես հուզված, լացակումած թողեցի գնացի տուն։ Ըստ երևույթին հենց այդ օրն եմ ես որոշել, որ երկրից պիտի հեռանամ անհայտ ուղղությամբ։ Փառք Աստծո, որ չեմ փոշմանել իմ միացյալ տեղափոխվելու հետ կապված։ Մոտավորապես մի 10 օր չեմ գնացել Մայրաթոռ, ծանր դեպրեսիա էի տանում, անգամ հայրս ամեն օր ասում էր տղա ջան, գնա, քեզ կհեռացնեն։ Իհարկե այն ժամանակ այնքան խառներ ամեն ինչ, որ ըստ երևույթին ոչ ոք ինձ չէր նկատել, որ ես այնտեղ չեմ։ Բայց դժբախտաբար ունենք այն, ինչ ունենք այսօր։ Չգիտեմ, մի կողմից հաստատ չէի ուզենա ոչ ես, ոչ իմ ընկերները այդ անարդարությունները տեսնեին, այդ ամեն ինչի ականատեսը լինեին։ Համենայն դեպս այդ ամենը ինձ ավելի ուժեղ է սարքել։ Չգիտեմ, առավոտ կանուխ որոշեցի ձեզ հետ կիսվել իմ մտորումներովս այդ օրերին, ինչ որ մենք ենք տեսել ու ապրել։ Բարի օր ձեզ։